Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մանատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինայի դեմ ռուսական լայնածավալ ագրեսիայի 1154-րդ օրն է։ Ձեզ համար կարճ, բայց հագեցած եթեր եմ պատրաստել։ Եթերը սկսելուց առաջ իմ շնորհակալությունը հայտնեմ ձեզ ձեր սրտանց եւ ոգևորող մեկնաբանությունների համար, ձեր լայքերի եւ մեր եթերները տարածելու համար։ Չեք պատկերացնի ինչքան եք օգնում, շատ շնորհակալ եմ ձեզ։ Ինչպես միշտ, եկեք սկսենք ռազմաճակատի նորություններից։ Իդեպ Պուտինի սուտը բացահայտվել է նաև ՄԱԿ-ի կողմից, Միավորված ազգերի կազմակերպությունը հայտարարել է, որ չնայած Կրեմլի եռս այսպես կոչված զատիկի հրադադարին, Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև մարտերը չեն դադարել։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի հաղորդագրության համաձայն վերջին 24 ժամվա ընթացքում ռազմաճակատում գրանցվել է 165 մարտական բախում, որոնցից 21-ը Կուրսկի մարզում։ Սա այն Կուրսկի մարզն է, որը օրերս Պուտինը հերթական անգամ իբր ազատագրել էր։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը Պոկրովսկի ուղղությամբ կասեցրել են ռուս զավթիչների 61 նոր հարձակում։ Ըստ ամենայնի Պուտինը որոշել է, որ Պոկրովսկը կդառնա ռուսական բանակի ուտիլիզացիայի պահով ռեկորդային քաղաք։ Դրանց մերոնք ամեն օր ետ են քշում, իսկ իրենք նորից են գալիս պարարտանյութ դառնալու ուկրաինական հողում։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել է Սումիի մարզում հարձակում սկսելու ռուսական ռազմական հրամանատարության պլանների խափանման մասին։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը թշնամուց առաջ են գործել եւ ձախողել են հակառակորդի պլանները։ Այժմ ըստ Սիրսկու ռազմական գործողությունները Սումիի եւ Կուրսկի մարզերի սահմանային գոտում շարունակվում են։ Իդեպ խափանվել է նաեւ Ռուսաստանի հարձակումը Խարկովի մարզում։ Ուկրաինայի զինված ուժերը կանխում են օկուպանտների ճեղքելու բոլոր փորձերը։ Այս մասին հայտարարել է Խարկովի մարզի պետական վարչակազմի Օլեգ Սինեգուբովը։ Մեջբերեմ ռուսների հարձակումն արդեն ընթանում է, հակառակորդը արդյունավետորեն ոչնչացվել է եւ շարունակում է ոչնչացվել Խարկովի մարզի տարածքների բացարձակապես բոլոր մոտենալու փորձերի ընթացքում, նշել է Օլեգ Սինեգուբովը։ Ասվածից կարելի է եզրակացնել, որ հենց ռուսական հարձակման ձախողումն է դարձել Պուտինի նոր հիստերիայի եւ խաղաղ քաղաքների վրա կատաղի հարձակումների հերթական պատճառը։ Եթե հիշում եք, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մի քանի շաբաթ առաջ ասել էր, որ Պուտինը նոր հարձակում է նախապատրաստում Ուկրաինայի Սումիի եւ Խարկովի մարզերի դեմ։ Այդ իսկ պատճառով ուկրաինական զորքերը սկսեցին ավելի ակտիվ ոչնչացնել թշնամուն ոչ միայն Սումիի եւ Խարկովի մարզերում, այլև նախկին Ռուսաստանի Կուրսկի եւ Բելգրադի մարզերում։ 22 թվականի փետրվարից հակառակորդի ընդհանուր մարտական կորուստները կազմել են 943,060 զավթիչ։ Վերջին 24 ժամվա ընթացքում ուկրաինացի պաշտպանները ոչնչացրել են եւս 1130 ռուս զավթիչների եւ ավելի քան 300 միավոր տեխնիկա, ավելի ստույգ 302 միավոր։ Ապրիլի 22-ի գիշերը Ռուսաստանը շահեդ տիպի 54 հարվածային անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Ուկրաինայի վրա։ Ուկրաինական հակաօդային պաշտպանությունը ոչնչացրել է թշնամու բոլոր շահեդ դրոնները, չնայած այն հանգամանքին, որ նույնիսկ խոցված շահեդները հրդեհներ էին առաջացրել եւ վնասել քաղաքացիական ենթակառուցվածքները Օդեսայի եւ Կիևի մարզերում։ Ըստ երևույթին դա բավարար չէր Պուտինի համար եւ առավոտյան նոր հարձակման ենթարկվեցին Զապորոժեն եւ Խարկովը։ Զապորոժեում կան զոհեր եւ մոտ 30 վիրավոր։ Խարկովում տեղեկատվությունը ճշտվում է, մեր Telegram-յան ալիքում դες կներկայացնենք։ Ինչ վերաբերում է ուկրաինական կողմի առաջադրանքների կատարմանը, ապա մեր հանդիսատեսն ավելի մանրամասն կարող է տեսնել մեր Telegram-յան ալիքում։ Հիշեցնեմ, որ ամենատպավորիչ կադրերը, որոնք ցավոք չենք կարող ցուցադրել YouTube-ում, կարող եք տեսնել մեր Telegram-յան ալիքում։ Մինչ միջազգային մամուլը լի է Ուկրաինայում հնարավոր կարգավորման մասին վերնագրերով, մենք այս ամենին հանգիստ հետևում ենք դառը սարկազմով, քանի որ փորձը ցույց է տվել, որ լրատվամիջոցների հրապարակումները կարող են միայն աղոտ նկարագրել իրական պատկերը։ Այս ֆոնին ես ձեզ կպատմեմ գրավյալ տարածքների իրական կյանքի մասին։ Դոնեցկում ջրի հասանելիության հետ կապված խնդիրները գնալով մեծանում են, չնայած Դոնբասի վերականգնման մասին Ռուսաստանի մշտական քարոզչությանը։ Դոնեցկի օկուպացիոն իշխանությունները կրկին փոխել են ջրամատակարարման գրաֆիկը, այժմ քաղաքի բնակիչները կկարողանան ջուր ստանալ միայն 3 օրը մեկ անգամ։ Դուք պատկերացնում եք, թե սա ինչ է նշանակում։ Այսինքն 14 թվականից նրանք չեն կարողանում լուծել օկուպացված տարածքների
մարդկանց էլեմենտար կենցաղային պայմանների խնդիրները։ Սա պետք է իմանան բոլոր լատենտ եւ բացահայտ պուտինիստները, որտեղ Ռուսաստան կա, այնտեղ կործանում կա։ Սա հատկապես լավ պետք է իմանան նրանք, ովքեր հիանում են Պուտինի այսպես կոչված տարածքային նվաճումներով, ռուս բռնակալը սեփական երկիրը կառուցելու փոխարեն փորձում է ոչնչացնել իր հարևաններին, միաժամանակ սպանելով սեփական քաղաքացիների գրեթե 1 միլիոնը։ Ես արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ առաջին հերթին Պուտինի զոհերն են նրանք, ովքեր հավատում են Պուտինի քարոզչությանը, եւ դա վերաբերվում է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ հարևան երկրներում ապրող մարդկանց։ Եվս մեկ կարևոր թեմա ձեզ ներկայացնեմ։ 13 արդյունաբերական ասոցիացիաներ, որոնք ներկայացնում են արտադրողներ, մատակարարներ, մանրածախցանցեր եւ սպառողներ, խիստ տագնապալի ազդանշան են ուղարկել Ռուսաստանի կառավարությանը։ Տնտեսվարողները նախազգուշացնում են, որ վերջին տարիներին Ռուսաստանում թափառած պետական ձեռքով գնային կարգավորումը սպառնում է բերել գյուղատնտեսական ոլորտի եւ սննդի արդյունաբերության ամբողջական քայքայման։ Բացի այդ, Ռուսաստանում պարենային ապրանքների գները պետական կարգավորման աճը կարող են հանգեցնել նաեւ խանութներում ապրանքների տեսական ու կտրուկ նվազմանը, ինչպես խորհրդային տարիներին էր։ Ռուսաստանը հույս ուներ մնալ մի կողմ, բայց Դոնալդ Թրամփի սկսած առևտրային պատերազմը արդեն սկսել է խարխլել Պուտինի Ռուսաստանի տնտեսության փխրուն հավասարակշռությունը, Կրեմլի իշխանության եւ եկամուտների գլխավոր աղբյուրը նավթը արժեզրկվում է, իսկ Ռուսաստանի ռազմական բյուջեի ապագան դառնում է ավելի անորոշ, գրում է Wall Street Journal-ը։ Պուտինի ռեժիմի ֆինանսական հիմքը ճաք է տվել, Ռուսաստանի կառավարությունը խոստովանել է, որ առջևում էժան նավթի դարաշրջան է սպասվում, որը կհարվածի բյուջեին, արժութային պահուստներին եւ ընդհանուր առմամբ ռուսական տնտեսությանը։ Այն, ինչը վերջերս համարվում էր ազգային հարստություն, այժմ վերածվում է մի փոսի, որը չի կարելի փակել ոչ փող տպելով, ոչ էլ հաղթական ելույթներով։ Պատերազմի տարիները, պատժամիջոցներն ու քաղաքական մեկուսացումը բերել են նրան, որ Ռուսաստանը այլևս չի կարող նավթին նայել որպես հավերժ փրկողակ։ Աշխարհում գները անկում են ապրում, առևտրային պատերազմները խորանում են, իսկ Ռուսաստանի ռազմական տնտեսությունը շարունակում է կլանել այն ամենը, ինչ մնացել է նախկին նավթային կայունությունից։ Ֆինանսական փոսը միայն ավելի է խորանալու, եւ ոչ մի վերականգնման պլան չի կարող փոխել այդ ընթացքը։ Պատերազմական վառարանում արդեն չափազանց շատ բան է այրվել։ Սա Wall Street Journal-ի եւ ընդդիմադիր ռուսական մամուլի տեսությունն է, որոնք ի տարբերություն պուտինիստներին աշխարհին բաց աչքերով են նայում։ Հիմա նաեւ կարևոր լուրեր են ձեզ ներկայացնեմ հակիրճ ձևաչափով։ Ուկրաինայի պաշտպանության բյուջեի 1/3-ը ուղղվում է տեխնոլոգիական զենքին։ 25 թվականի առաջադրանքներից է ԱԹՍ-ների տեխնիկական պահանջների համախմբում, ունիֆիկացիա։ Սա կթույլատրի մշակել արտադրանքի գնահատման միասնական մոտեցումներ, բարձրացնել գնումների ընթացակարգերը եւ արագացնել որոշումների կայացումը։ Բացի այդ, համախմբումը կօգնի մասշտաբավորել պաշտպանության նախարարության վստահելի մատակարարներին։ Ուկրաինան իսրայելական ընկերությունից գնել է ճառագայթային վնասվածքների դեմ 12,000 դեղաչափ միջուկային սպառնալիքի պարագայում օգտագործելու համար։ Այս մասին հղում անելով Times of Israel-ին հայտնում է Ուկրաինայում Իսրայելի դեսպան Միքայել Բրոդսկին։ Նրա խոսքով Ուկրաինան կունենա դեղաչափեր, որոնք բավական են 6000 մարդու բուժման համար։ Դեղամիջոցը կապահովի միջուկային սպառնալիքի դեպքում եւ անհրաժեշտության դեպքում կփոխանցվի հիվանդանոցներին ամբողջ երկրով մեկ։ Հետաքրքիր զարգացում է, չէ՞։ Ուկրաինան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Ամերիկան հանդիպում կկայացնեն Լոնդոնում։ Մեջբերեմ արդեն չորեքշաբթի մեր ներկայացուցիչները կաշխատեն Լոնդոնում, Ուկրաինա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, մենք պատրաստ ենք շարունակել առավելագույնս կառուցողական կերպով առաջ շարժվել, որպեսզի հասնենք անվերապահ կրակի դադարեցման, որին կհաջորդի իրական եւ երկարատև խաղաղության հաստատումը, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա նաև շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին, ովքեր օգնում են Ուկրաինային, եւ հավելել է, որ անվերապահ հրադադարը պետք է լինի առաջին քայլը խաղաղության ճանապարհին, ընդգծելով, որ հենց Ռուսաստանի գործողություններն են պատճառը պատերազմի ձգձգման։ Ուկրաինայի նախագահի խոսքով ինքը Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ քննարկել է նաև եվրոպական անվտանգության ձևաչափերում համատեղ աշխատանքը։ Հետաքրքիր զարգացումներ են, տեսնենք ինչ կլինի։ Այս ֆոնին Մոսկվայից հնչում են խառնաշփոթ արձագանքեր, ինչը նշանակում է, որ Կրեմլը ցուգցվանգի մեջ է։
Մեծ Բրիտանիան զգալիորեն մեծացնում է պայթուցիկ նյութերի և զինամթերքի արտադրության կարողությունները, ձգտելով նվազեցնել կախվածությունը Ամերիկայից և Ֆրանսիայից մատակարարումներից։ Այս մասին գրում է Times-ը, երկրի ողջ տարածքում տեղադրվում են հատուկ բեռնարկղեր պայթուցիկ նյութի արտադրության համար, որը կիրառվում է 155 մմ հրետանային արկղերում։ Բրիտանական և եվրոպական պաշտպանական ընկերությունները հրաժարվում են ամերիկյան սարքավորումների գնումից, մտահոգված լինելով, որ Ամերիկան դառնում է անվստահելի գործընկեր։ Տեսնում եք, չէ՞, Թրամփը ինչի հասցրեց։ 2025 թվականի հունվար-մարտ ամիսներին Չինաստանը 14.7%-ով նվազեցրել է ռուսական նավթի ներմուծումը։ Այդ ժամանակահատվածում մատակարարումների արժեքը կազմել է $13 միլիարդ, ինչը 22%-ով ավելի պակաս է, քան 24 թվականի առաջին եռամսյակից։ Ներմուծման նվազումը կարող է պայմանավորված լինել չինական պետական ընկերությունների զգուշությամբ կապված պատժամիջոցների ռիսկերին։ Մարտին նրանցից մի քանիսը կրճատել են կամ դադարեցրել են ռուսական նավթի գնումները, վախենալով երկրորդական պատժամիջոցներից։ Աշխարհը կարծես եռացող կաթսա լինի։ Շատ չերկարացնեմ, այսքանով ավարտեմ մեր այսօրվա կարճ, բայց բովանդակալից եթերը։ Լավ երեկո եմ մաղթում ձեզ։